Բարև ձեզ, ձեր էկրաններին Դիգնիսի փոդքասթն է։ Այս տաղավարում մենք զրուցում ենք կառուցապատման եւ դրան հարակից ոլորտների մասին։ Մինչ ես կներկայացնեմ այսօրվա մեր հյուրին, դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։ Այսօր զրուցելու եմ AE Consulting ընկերության հիմնադիր տնօրեն Անի Ռաֆյանի հետ։ Բարև ձեզ Անի, շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում եք։ Շնորհակալություն հրավիրելու համար, շատ հաճելի էր։ Անի, էներգախնայողություն, էներգաարդյունավետություն եւ նմանատիպ շատ բառեր շատերին է հայտնի, բայց վստահ եմ, որ ոչ բոլորը գիտեն իրականում ինչի մասին է խոսքը։ Եկեք մանրամասնենք։ Էներգախնայողություն եւ էներգաարդյունավետություն, այո, դրանք իրոք տարբեր բաներ են ու իրոք կարիք կա դրանց տարանջատելու, առանձին խոսելու։ Էներգախնայողությունը դա այն кейսն է եւ այն դեպքն է, երբ որ մենք փորձում ենք այնպես օգտագործել էներգիան, որպեսզի խնայենք։ Այսինքն թե անջատենք լույսը եւ այլն։ Դա կլինի էներգախնայողություն։ Իսկ էներգաարդյունավետությունը դա այն դեպքն է, երբ որ մենք փորձում ենք այդ էներգիան արդյունավետ օգտագործել։ Այսինքն ոչ թե փորձում ենք չօգտագործել խնայել, այլ օգտագործել, բայց հնարավորինս արդյունավետ։ Եթե փորձեմ օրինակ բերել, էներգախնայողությունը կլինի այն, որ օրինակ դուք մտնստեք մթին, ցրտին, բայց խնայեք էներգիան։ Իսկ էներգաարդյունավետությունը, երբ որ փորձենք օգտագործել LED լամպեր, սովորական շիկացման լամպերի փոխարեն մենք օգտագործենք էներգիա, բայց այն կօգտագործվի էներգաարդյունավետ։ Շատ լավ։ Անի, ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում նույնպես սա շատ կարևոր հարց է, թե խնայելու, թե արդյունավետ օգտագործելու տեսանկյունից ընդհանուր մինչև մեծ ռազմավարական նշանակություն ունի։ Մեր երկիրը իրոք որդեգրել այդ ուղղությունը, մենք ամեն ինչ հնարավորինս հաշվի առնելով մեր երկրի այլ խնդիրները, հա, թե տնտեսական, թե դիրքային, թե ռեսուրսների, հա, ռեսուրսների բացակայության, եթե ռեալիստ լինենք, հա, էներգիաարտադրող ռեսուրսների բացակայության, մենք իրոք որդեգրել ենք ռազմավարություն, որին հետևում ենք, որպեսզի հնարավորինս թե էներգախնայող լինենք, թե էներգաարդյունավետ։ Իհարկե պետությունը դեռ շատ փոքր քայլերով, մանկական ես կասեի, քայլերով է դրան անդրադառնում, եթե նայենք միջազգային փորձը, բայց սովորելը ու դրա մեջ մտնելը ու փորձելը դրանով առաջնորդվել կարևոր է։ Այո, մենք ունենք ռազմավարություն, ոնց անել, որպեսզի Հայաստանը լինի էներգաարդյունավետ եւ էներգախնայող։ Այն միայն այն, որ մենք սկսեցինք այդքան ակտիվորեն արևային էներգիան օգտագործել, որ բնակչի հարթության մեջ մենք սկսեցինք դրանով հետաքրքրվել, դա շատ լավ ցուցանիշ է։ Շատ քիչ երկրներ կան, որոնք անցել են այդ պատմությունը, այդ դժվար ուղին, որ Հայաստանն է անցել ու այս պահեդրությամբ գտնվում են էներգիայի նկատմամբ արժևորման այդ հարթության մեջ, ոնց որ Հայաստանը։ Իրականում մենք շատ кейսեր ունենք, մի քանի տարի առաջ մեզ մոտ եկան Ուզբեկստանից, Ղազախստանից, հա, մեզ հրավիրեցին, որպեսզի մենք քննարկենք, իրանց հետ կիսենք մեր փորձը, այ լինելով բավականին ծանր տնտեսական վիճակում գտնվող երկիր, ինչպես մենք դառնանք ավելի էներգախնայող ու էներգաարդյունավետ։ Ու դա շատ ուրախացնող էր իրականում, որ երբ որ մեզ հարցնում էին մեր փորձի մասին, այսինքն մենք իրոք ինչ-որ բանի հասել ենք դրսի աշխարհի աչքերում։ Իսկ դա կարևոր ցուցանիշ է իմ կարծիքով։ Այնպես որ այո, մենք ունենք ռազմավարություն, իհարկե իրան վերանայվում է, ստաբիլ փոփոխվում է, ամեն տարի նոր բաներ ենք տեսնում։ Բայց այո, նույնպես լավ ցուցանիշ է։ Այո, ինքն շատ կարևոր է, այլ ավելի կարևոր է, որ պետության ուշադրության տակ է այդ հարցը անընդհատ, թե վարկային գծերի մեջ, թե ինքը ինչ տեսակի վարկերի է դիմում, թե ինքը ինչ տեսակի պայմաններ է դնում բանկերի առաջ, որպեսզի լինի էներգախնայող ու էներգաարդյունավետ։ Այո, դա պետության անվերջ ուշադրության տակ է։ Անի, անկախ նրանից, որ ես ձեզ հաղորդման սկզբում ներկայացրի, եկեք ավելի մանրամասն ներկայացնենք, ինչ է AE Consulting ընկերությունը իրենից ներկայացնում, ինչով է զբաղվում։ AE Consulting-ը առաջին ընկերությունն է Հայաստանում, որ ես հիմնել եմ 15-16 տարի առաջ, հա, որը զբաղվում է էներգաարդյունավետությամբ։ Մեր միակ ծառայությունը տարիներ շարունակ եղել է էներգետիկ աուդիտը, էներգետիկ ուսումնասիրությունը։ Դա բազմաթիվ ոլորտների, բայց ամենատարածվածը բնակարանների, այլ բազմաբնակարան շենքերի էներգետիկ աուդիտն է։ Ինչ է այդ իրանից ներկայացնում։ Երբ որ շենքը սկսում են կառուցել, այնտեղ կան բազմաթիվ ուսումնասիրություններ, հա, սեյսմիկ,
կոնստրուկտորական, ջեռուցման, օդափոխության եւ այդ բոլոր նախագծերը։ Ըստ օրենքի կա նաև էներգոարդյունավետության հատված, բաժին, որը եւս իրականացվում է նախագծման ժամանակ։ Այսինքն ինչա դրա նպատակը։ Դրա նպատակն է, որպեսզի համակարգերը, դա լինի էլեկտրական ցանցերի համակարգը, ջեռուցման համակարգը, օդափոխության, ջրամատակարարման, այդ բոլոր համակարգերը նախագծվեն այնպես, որ իրանք լինեն էներգոարդյունավետ։ Իմ աշխատանքի էությունը կայանում է նրանում, որ մենք ուսումնասիրում ենք նախագիծը ու հասկանում ենք, ինչ կարելի է անել նախագծման փուլում, փոփոխել այդ շենքի ճարտարապետական լուծման մեջ, որպեսզի շենքը լինի էլ ավելի խնայող։ Դա ինչ որ վերաբերվում է բազմաբնակարան շենքերին։ Այսինքն ինչ ենք մենք անում, մենք նայում ենք նախագիծը, ուսումնասիրում ենք ինժեներական համակարգերը, փորձում ենք տալ առաջարկություններ, որպեսզի պատվիրատուի, կառուցապատողի համար ոչ զգալի ֆինանսական բեռով, հա, այսինքն շատ ծանր դաժան բեռ չլինի ֆինանսական, ինքը կարողանա հասնել այնպիսի արդյունքի, որ հետագայում բնակիչը ունենա քիչ սպառում։ Այսինքն ինքը կարողանա հեշտ տաքանալ, հեշտ սառացնել տունը, այդ ամեն ինչի վերաբերյալ, այդ ամեն ինչի մասին է մեր աշխատանքը։ Դա եթե մենք խոսենք շինարարության ոլորտի մասին, բայց նույն բանը կարելի է անել գրեթե ցանկացած արտադրությունում։ Այսինքն մենք ունենք դեպքեր, երբ որ դիմում են մեզ խոշոր երշիկի արտադրող գործարաններ, հա, ցեմենտի գործարանը, մեզ դիմեցին ջերմամեկուսիչ նյութեր արտադրող, շինական նյութեր արտադրող բազմաթիվ արտադրություններ, որոնց միակ բանը, խնդիրը մենք չենք կարողանում հասկանալ ինչու է մեր էներգիայի սպառում այսքան բարձր։ Հա, մենք հասկանում ենք, որ ինքը կարող է օպտիմիզացիա անի աշխատուժը, ստանա ավելի օպտիմալ արդյունք, ընդհանրեն գիշերը աշխատեն, ցերեկը փոխեն, չէ՞ որ մենք գիշեր-ցերեկ տարիֆներ ունենք։ Բայց շատ հաճախ մենք նայում ենք հոսքագծերը ու հոսքագծերի հիման վրա տեսնում ենք, որ չէ, բայց այս հոսքագիծը դեռ օպտիմիզացիայի տեղ ունի։ Այսինքն ինքը կարող է այս մի հոսքագծի, այս մի բանը փոխել ու ունենալ ընդհանրեն 20% խնայողություն։ Ինչը շատ կարևոր է։ Իմիջիայլոց վերադառնալով շինարարության թեմային, կուզեի առանձնակի ուշադրություն դարձնել այս հատվածին, բնակարան գնելիս բնակիչները անկասկած շատ կարևորություն են տալիս սեյսմակայունությանը, ձեր նշած կոմունիկացիաների, ջեռուցման համակարգերի եւ նմանատիպ այլ կետերին, դուք ձեր խոսքում եթե ոչ հավասարի, այլ գրեթե հավասարի դրեցիք էներգոարդյունավետ լինելը շենքի, բայց բնակարան գնելիս շատ քչերն են, որ ուշադրություն են դարձնում եւ հավասարաչափ հարցը քանի բալ սեյսմակայունություն ունի շենքը, նշում ենք նվազագույն օրինակ 9, երբևէ չի հանդիպում, որ հարցն իսկ էներգոարդյունավետ է, թե ոչ։ Այսինքն ես էլ եմ գտնում, որ հասարակությունը միգուցե այդչափ տեղեկացված չի, ինֆորմացված չի, որ դա նույնպես իր շահերին է հետագայում դիպչելու։ Դրա համար իրականում հենց ֆինանսական առումով էլ երևի թե սա պետք է հենց այսպես հասցնել հասարակությանը, որ սա առաջին հերթին ֆինանսապես հենց ձեր գրպանին նույնպես դիպչելու է։ Հիմա կառուցապատողները առհասարակ էներգոարդյունավետ դարձնելու համար։ Մենք գիտենք, որ սեյսմակայունությունը բարձրացնելու համար լուրջ ֆինանսներ են դրվում շենքի կոնստրուկտիվ եւ այլ դաշտերում։ Էներգոարդյունավետություն ապահովելը նույնչափ մատչելի հասանելի է, թե ամեն դեպքում կառուցապատողները խուսափում են դրանից ֆինանսի պատճառով։ Եկեք մի հատ սկզբում անդրադառնամ բնակչի հետաքրքրությունների շրջանակին, որտեղ դա կարևոր է, ու հետո խոսեմ նաև թե ինչպես են ֆինանսական տեսանկյունից արտահայտվում այդ ծախսերը։ Բնակիչները պատկերացրեք, չեն գնահատում էներգոարդյունավետությունը, որովհետև գիտեն, որ դա իրենց համար լավ է լինելու, բայց քանի որ մենք ունենք մի խումբ ծրագրեր էժան հիպոթեկային, էժան վատ է հնչում, բայց ավելի ցածր տոկոսով հիպոթեկային վարկերի, այդ պահից սկսած բնակիչը սկսում է հետաքրքրվել էներգախնայողությամբ, ինչի էներգոարդյունավետությամբ, ինչի բազմաթիվ միջազգային ֆոնդեր տրամադրում են գումարներ պետությանը, կամ պետության հովանավորությամբ տրամադրում են բանկերին, որոնք տալիս են հիպոթեկային վարկեր։ Ու այդ ֆոնդերի լինելով բավականին զարգացած էներգոարդյունավետության դաշտում պահանջում են, որպեսզի այդ ֆոնդերը տեղաբաշխվեն, այսպես ասած, էներգոարդյունավետ ծրագրերի մեջ։
Ու երբ որ կառուցապատողը դիմում է վարկավորման նմանատիպ գծերից, վարկային գծերից, իրեն առաջ միշտ պահանջ է լինում ներկայացրու էներգոարդյունավետության սերտիֆիկատ, թե դու որ դասին ես պատկանում։ Այս ժամանակ մենք ստիպված ենք լինում իրանք ստիպված են լինում ոնց որ գալ, որպեսզի մենք իրանց էներգոաուդիտ անենք, որպեսզի իրանք կարողանան լավ տոկոսով վարկային գիծ ստանան ու բնակիչն էլ օգտվի իր համար 1%, 2% ցածր հիպոթեկի հնարավորությունից։ Այսինքն բնակիչը տեղեկանում է, որ իր շենքը էներգոարդյունավետ է, բայց ոչ թե որ ինքը հետո հոսանքի գազի քիչ սպառում ունենա, բայց ցածր հիպոթեկային վարկա ունենալու։ 1% կլինի, 0.5 կլինի, 1.5 կլինի, դա կախված է արդեն ֆինանսական մասը կախված է ոնց որ բանկի, կառուցապատողի ու բնակչի, հա, փոխհարաբերություններից, բայց այդ գաղափարի շրջանակներում բնակիչը սկսում է հետաքրքրվել։ Եթե մի քիչ պրպտող ուղեղով բնակիչը, բնականաբար ինքը սկսում է հետաքրքրվել, կարդալ, հասկանալ, լինում են դեպքեր, երբ որ մեզ զանգում են, ասում են, գիտեք, մեզ տվել եք այսինչ դասի սերտիֆիկատ մեր շենքին, մենք կուզենանք իմանալ դա ինչ է նշանակում եւ այլն։ Մենք իրենց բացատրում ենք, որ այդ դա նշանակում է, որ դուք պիտի որ նմանատիպ այլ շենքի հետ համեմատած ավելի ցածր սպառում ունենաք գազի հոսանքի։ Այսինքն ձեր տունը տաքացնելու համար դուք ավելի քիչ գազ պետք է օգտագործեք։ Գաղափարը դրան է ուղղված։ Կառուցապատողների տեսանկյունից իրանք շատ դժվար են գնում դրան։ Բավականին աշխատանք, ռեսուրս է պահանջվում, որպեսզի մենք իրենց բացատրենք, թե ինչն է օգուտը դրա։ Հիմնական գործիքները, որ իրենց հետաքրքրում են, արդյոք դա մարքեթինգային գործիք կդառնա, կկարողանան իրանք դա տեղադրեն իրենց վեբսայթում, որպեսզի կխթանի վաճառքին թե ոչ։ Այո։ Իրենց համար կառուցապատողի համար այս պահի դրությամբ բնակչի հետագա բարօրությունը այնքան էլ առաջնային չի։ Ցավոք։ Այո, այսինքն կառուցապատողը դիմում է էներգոաուդիտի միայն այն դեպքում, եթե բանկը ասել է գիտես, եթե դու ունենաս այդ դասը, դու կկարողանաս մի քիչ ավելի լավ պայմաններով վարկային գիծ վերցնել։ Ստիպված է, այսինքն։ Այո։ Բայց եկեք ռեալիստ լինենք, սեյսմակայանություններ, որ հնարավորություն ունենան, չեր անի, դա էլ է ստիպված։ Այսինքն պետք է ռեալիստ լինենք ու ընդունենք, որ ցանկացած դեպքում մարդ արարածով ամենայն դեպս մեծ մասամբ տիպելու հարթության մեջ է ինչ-որ բանանում։ Դրծված է, այո։ Այո, շատ հազվադեպ բաներ կան, որ գիտակցելով ընդհանուր շահը դա արվում է։ Դա մի քիչ պետության ֆունկցիան է, որպեսզի ինքը գիտակցի, որ դա իր բնակչության հետագա շահն է, դրան վերահսկի, ոնց որ արվում է սեյսմիկայնության դեպքում։ Իսկ միգուցե ֆինանսապես իրոք այնքան մատչելի չէ, որ գնան այդ քայլին շենքն ավելի էներգոարդյունավետ դարձնելու համար ֆինանսական դաշտի տեսանկյունից ինչպես է։ Մեր ծառայությունների տեսանկյունից մենք շատ մատչել ենք դարձել այդ ծառայությունը, քանի որ մենք ունենք միջազգային գործընկերներ, տեղական գործընկերների հետ մենք փորձում ենք հնարավորինս մատչելի աշխատել։ Ինչ վերաբերվում է բուն շինարարության փուլին, տեսեք, այդտեղ պետությունը էլի ահագին լուրջ ներդրում է ունեցել, որովհետև սկզբում գոյություն չունեին այն պահանջները, թե ինչպիսին պետք է լինեն, օրինակ պատի մինիմալ պահանջները։ Այսինքն պատը, որպեսզի դու կառուցում ես շենք, այդ քո պատը պետք է համապատասխանի այս չափանիշներին։ Այդ չափանիշները հին էին։ Մենք դա մշակեցինք մի որոշ ժամանակ առաջ ու պետությունը շատ պատրաստակամորեն դա դարձրեց պարտադիր։ Այսինքն այսօրվա դրությամբ, եթե մենք ուզում ենք կառուցենք նորակառույց շենք, մենք պարտավոր ենք ունենալ այսպիսի չափանիշին համապատասխան պատեր, առաստաղ, դու տանիքի ծածկ, նկուղի ծածկ։ Եվ քանի որ այդ պահանջները մշակվում էին մեր կողմից, մենք շատ լավ գիտակցում էինք, որ դա ունենալու է իր ոնց որ հակառակ կողմն էլ։ Մենք փորձեցինք այնպիսի պահանջներ դնել, որ եթե շինարարը ոչինչ էլ չանի, բայց այդ նորմատիվով սարքի, ինքը արդեն կունենա բավական հաջող շենք։ Այսինքն այստեղ սկսեց մրցակցությունը գնալ, ինքը sense tenants կանի էներգոարդյունավետ շենք, որովհետև պահանջը պատի այդպես է։ Ինքը պիտի ունենա ջերմամեկուսացում, որպեսզի այդ արդյունքը ստանա։ Կամ պետք է ունենա շատ հաստ պատ, ինչը կառուցապատողին ձեռք չի տալիս, որտեղ դա կորուստա մակերեսից։ Այսինքն ինքը ինքնստինքյան ստիպված գնում է ջերմամեկուսացման, ինչը շատ կարևոր է, այսինքն ինքը ստիպված այդ անում է։ Հաջորդ փուլում, որպեսզի կառուցապատողը անընդհատ ցանկություն ունենա կատարելագործվելու, այդտեղ արդեն սկսեց աշխատել բանկային համակարգը, ֆինանսականը։
Հիմա ինքը արդեն sense tenants կառուցում է։ Եթե ինքը sense tenants անում է ջերմամեկուսացում, եթե այդ ջերմամեկուսացումը մինիմումից մի փոքր ավելացնի ու դա անի էլ ավելի էներգոարդյունավետ շենք, որպեսզի ինքը դառնա բավական մրցունակ շուկայում, իր վրա ֆինանսապես շատ փոքր է ազդելու։ Գաղափարը հենց դրանում էր, այսինքն դու 5 սանտիմետր ջերմամեկուսացում կպցնես պատին թե 8, շատ փոքր է տարբերությունը, բայց այ ազդեցությունը շենքի վրա բավական բարձր է։ Այսինքն ի սկզբանե պետությունը կամա թե ակամա, չեմ կարող վստահ ասել, որ գիտակցաբար է տարվեց, բայց ինքը ստեղծեց այդպիսի մի սիտուացիա, որտեղ կառուցապատողը, այո, ինքը տենց առանց լուրջ կորուստների կարող է շենքը դարձնել էներգախնայող, էներգոարդյունավետ, լավ էներգոարդյունավետ։ Ու տենց էլ լինում է, այսօրվա դրությամբ հենց այդպես է լինում է, գալիս են կառուցապատողները, ասում են, գիտեք, ես ուզում եմ շուկայում իմ շենքը լինի ամենաբարձրը։ Ասում ես, օքեյ, շատ հաճելի է։ Հետո գալիս է այլ ավելի հետաքրքիր բան, երբ որ գալիս են ասում են, գիտեք, բայց ախր էս մեր հայկական ստանդարտով է, մենք ուզում ենք միջազգային ստանդարտով մեր շենքը լինի լավը։ Այսինքն իրանք իրար մեջ անընդհատ մրցում են։ Բոլոր գործիքները մրցակցային օգտագործում են ու էներգոարդյունավետությունը դառնում է գործիք, ինչը շատ լավ է։ Այսինքն ինքը տարիներ եթե լինի գործիք, ինչ որ մի պահից հետո ինքը կդառնա պարտադիր, կդառնա այդպես էլ պիտի լինի։ Ու դա շատ կարևոր է, իմ կարծիքով դա լուրջ հաղթանակ կլինի, եթե մենք կարողանանք դա դարձնել, հենց այդպես էլ պիտի լինի վիճակ։ Անկասկած, իրականում գնորդների շրջանակներում հաճախ է հնչում, իսկ ջերմամեկուսացված են պատերը կամ ձայնամեկուսացված են, բայց վստահ եմ, որ միգուցե չեմ պատկերացնում, որ դա էլ է էներգոարդյունավետության չափանիշների մեջ մտնում, այսինքն ուղիղ հարց չեն տալիս շենքն էներգոարդյունավետ է թե ոչ, բայց հարցնում են ջերմամեկուսացվելու է թե ոչ։ Էլի կարծում եմ, որ ամեն դեպքում ինֆորմացված լինելու խնդիր ունենք, ինչը հուսով եմ մեր հաղորդումն էլ խթան կհանդիսանա, որ շատերին դա հասնի, բայց միանշանակ տարբերությունը իրոք ակնհայտ շատ քիչ է, կարծում եմ, որ պետք է բոլորը գնան այդ քայլին։ Մենք ունենք փորձ, եթե հետաքրքիր է կարող եմ պատմել այն դեպքերի մասին, երբ որ մենք ջերմամեկուսացրեցինք արդեն գոյություն ունեցող շենքեր։ Մի քանի շենք կա Երևանում, որ պրոյեկտներ արվեցին, նախագծեր արվեցին, ֆինանսավորվեցին քաղաքապետարանի ու մի քանի ֆոնդերի կողմից, ու այդ գոյություն ունեցող շենքերը արտաքինից ջերմամեկուսացվեցին։ Հետո ոնց որ 3 տարի միջև ջերմամեկուսացման պահը եւ 3 տարի ջերմամեկուսացման պահից հետո էլեկտրաէներգիայի ծախսերը եւ գազի ծախսերը համեմատվեցին։ Դա կհնչի շատ ֆանտաստիկ, բայց մենք 50% խնայողություն էինք արձանագրում։ Այսինքն հնարավոր է դրան հասնել, անգամ գոյություն ունեցող շենքերի համար, ու հիմա կան ծրագրեր դրան ուղղված։ Ինչ ընթացակարգ է ենթադրում այն process-ը, երբ կառուցապատողը մինչև շենքի ավարտելը որոշում է փոխել, դարձնել շենքն էներգոարդյունավետ։ Նախագծային ընկերությունը, որը զբաղվել է շենքի նախագծով, դիտարկում է այդ փոփոխությունը, կազմում է այդ փոփոխության վերաբերյալ փաթեթ, որը գնում է հաստատման կրկնակի շինթույլտվության համար։ Դրանից հետո, եթե շինթույլտվությունը ստացվել է, այդ ամեն ինչը վերահացվում փաստացի կառուցման։ Այսինքն սկսում են հենց այդ նոր փոփոխությունով կառուցել։ Մինչև իրենք այդ ընթացքը անցնում են, ընկերությունը կարող է դիմել մեզ, որպեսզի մենք իրենց տանք նաև էներգոարդյունավետության դաս։ Իրենք զուգահեռ գնացող process-ներ են։ Այսինքն կառուցապատողը ցանկացած պահի, եթե որոշում է, որ ինքը ուզում է շենքի դասը փոխել էներգոարդյունավետության տեսանկյունից, ինքը դա կարող է անել։ Եթե իհարկե արդեն չի արել երեսպատումը, որտեղ երեսպատման միջև երեսպատում է դրվում ջերմամեկուսիչը։ Այդ ժամանակ մենք շատ չենք սիրում սովորաբար նման բան ասել ու անել, որովհետև ներսից ջերմամեկուսացումը այնքան էլ ճիշտ չի։ Ինքը սխալ չի, բայց ինքը չի աշխատում այնպես, ինչպես ինքը աշխատում է իր ճիշտ տեղում։ Հա, բայց եթե շատ խիստ է կարիքը, կա ինչ-որ կտրուկ ու խիստ պահանջ այդ շենքի հանդեպ, այո, իհարկե, երեսպատումը լինելու դեպքում, այսինքն ինքը արդեն տուֆից երեսպատումը կամ տրավերտին արդեն արել վերջացրել է, հա, բնականաբար լուծումը փորձում են գտնել ներսից անելով։ Շատ բարի։ Անի, մենք շատ հաճախ լսում ենք էներգախնայող եւ կանաչ շենքեր արտահայտությունները, արդյոք սրանք նույն բանն են եւ ինչ չափանիշներին է պետք համապատասխանել, որպեսզի համարվել կանաչ կամ էներգախնայող։ Տեսեք, երբ որ շենքերն ասում ենք կանաչ, մենք խոսում ենք իր հետքի մասին։
Այսինքն ինքը ինչպիսի հետք ունի վնասակար գազերի արտանետման դաշտում, ինքը կանաչ հետք ունի կամ ոչ կանաչ։ Շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից ինքը ինչպիսի ազդեցություն ունի ջերմոցային գազերի արտանետման վրա, հա, այսինքն իսկ դա իր հերթին բնականաբար անդրադառնում է էներգոարդյունավետությանը, որտեղ ինչա այդ անջատումը, դա այրված գազի հետ դուրս նետված արտանետումներն են, դա օգտագործված հոսանքի հետ, հա, ոչ թե հենց այդտեղ, բայց հոսանքի արտադրման կայանում արտանետված գազերն են։ Այսինքն երբ որ մենք ասում ենք շենքը էներգոարդյունավետ է, ինքը ինչ որտեղ կանաչ է։ Իհարկե շենքը կարող է լինել լրիվ կանաչ, այսինքն ինքը ընդհանրապես չունենա էներգիայի արտադրվող, այտենց մեծ գլոբալ արտադրվող էներգիայի հետ կապ, ինքը ունենա միայն արևային պանելներ։ Այդ դեպքում ինքը կլինի, այսպես ասած, բացարձակ կանաչ կամ շատ էներգոարդյունավետ, բայց դա մի փոքր այլ ուղղություն է։ Դրա համար մենք սովորաբար երբ որ մարդիկ ասում են շենքը կանաչ է, մենք ասում ենք այո, ինքը կանաչ է, այսինքն ինքը ունի ցածր վնասակարություն, հա, մթնոլորտի վրա, շրջակա միջավայրի վրա ինքը լավ է անդրադառնում։ Ու շատ հաճախ նաև կանաչ շենքերը ունեն բուն հենց կանաչ իմաստ, այդ շենքերն են, որոնք ուղղակի ունեն արտաքին ուղղահայաց կանաչապատում, որը էլի շատ ոչ անմիջապես, բայց կրկին ուղղված է էներգոարդյունավետությանը, որտեղ կանաչը ստվերացումը էդի պատի պաշտպանվածության լրացուցիչ շերտ է, ստվերը, այսինքն կանաչ բուսականությունը, որ անում են ուղղահայաց, ինքը եւս ստեղծում է այսպես կոչված մեկուսիչի շերտ, այսինքն պատը քիչ է տաքանում կամ պատը քիչ է սառում, ինչի արդյունքում ներսի օդը կտրուկ տատանումների չի ենթարկվում, այսինքն ձեր մոտ չեն լինում պիկային կետեր, դա շատ կարևոր է։ Այդ շենքերը կանաչ են ուղիղ իմաստով, իրանք կանաչ են, ոչ թե իրանց հետքն է շրջակա միջավայրի վրա փոքր։ Շնորհակալ եմ բավականին մատչելի ներկայացնելու համար։ Անի, ամեն դեպքում այս ոլորտը դեռ ամբողջությամբ զարգացած չէ եւ շատ խնդիրներ ու բացեր կան, այդ թվում նաեւ օրենսդրական դաշտում։ Ինչ կասեք խնդիրների եւ բացերի մասին։ Իհարկե կան հարցեր, իհարկե կան խնդիրներ, որոնք ունեն լուծման կարիք, ու շատ հաճախ մենք լինելով ոլորտի մարդիկ անհամբեր ենք։ Մենք ասենք նայում ենք, ասում ենք, բայց սա էլ կարելի էր անել, սա էլ կարելի էր անել, կարելի էր միանգամից այս հարցն էլ լուծել։ Ու ակնկալում ենք, որ այդ մեր հարցերը առաջնային են, մենք պիտի տենց միանգամից մեր հարցերի պատասխաններն ու լուծումները ստանանք։ Այդպես չի ստացվում, ցավոք, բայց քայլ առ քայլ ինչ որ փոփոխություններ արվում են։ Օրինակ հիմա պետությունը շատ հետաքրքիր ծրագիր է սկսել, ինքը անցյալ տարի ու այս տարի իր հիմնական շատ ցուցանիշային շենքերի համար արեց էներգոաուդիտ։ Մենք ուսումնասիրեցինք կառավարության առաջին տունը, մենք ուսումնասիրեցինք օպերայի շենքը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, Սահմանադրական դատարանի շենքը, թանգարաններ, Կենտրոնական բանկի շենքը, մի խումբ շենքեր, որոնք ուսումնասիրեցինք, որովհետեւ հասկանանք իսկ իրանք ինչ էներգոարդյունավետության դաս ունեն, որովհետեւ պետությունը ցույց տա, որ այո, հնարավոր է գոյություն ունեցած շենքը օգտագործել, դարձնել էլ ավելի լավ է։ Ինչին ինքը գնում է։ Ինքը անում է, ինքը մեր առած միջոցառումների ցանկի հիման վրա ես գիտեմ, որ կառավարությունը որոշել է որոշակի փոփոխություններ անել իր հիմնական կառավարության տանը։ Ինչը արդյունքները հուսադրող էին։ Այո, աուդիտի արդյունքները։ Այո, դա շատ կարևոր է։ Հիմա իհարկե իդեալական կլիներ, որ պետությունը սենց մի հատ ձեռքի շարժումով ասել, գիտեք, բոլորը պետք է աուդիտ տարվի ու բոլորը պետք է բարեկարգվի, բայց դա բավական ծանր աշխատանք է։ Վերջին 7 տարվա ընթացքում մենք ավելի քան 100 մանկապարտեզի աուդիտ ենք արել, ֆինանսավորում է հայթայթել պետությունը, որպեսզի բարեկարգվեն այդ մանկապարտեզները դառնան էներգոարդյունավետ, վերակառուցված։ Նույնը կա նաև դպրոցներում, կա պոլիկլինիկաների համար այդ ծրագիրը, բոլորի համար աշխատել ենք։ Այո, շատ հաճախ հենց պետությունը ինքը հանդիպում է իր օրենսդրական դաշտում առկա խնդիրներին, ինքը հանդիպում է, փորձում է լուծել։ Լինում են դեպքեր, որ այնքան էլ լավ մեխանիզմ չի կիրառում, լինում են դեպքեր, որ ինքը սխալվում է, հարցնում է օրինակ միջազգային էքսպերտների, միջազգային կամպանիաների, հա, դա նորմալ է, միջազգային փորձը շատ կարևոր է, բայց միջազգային փորձը շատ հաճախ չի տիրապետում Հայաստանի ներքին խնդիրներին։ Այսինքն այդ միջազգային ընկերությունը գալիս է, սկսում է նայել, հասկանում է, որ չէ, ինքը չի հասկանում ինչ է կատարվում, սկսում է հարցնել մեզ։ Այսինքն եթե պետությունը անմիջական երկխոսություն ունենար ոլորտի մասնագետների հետ, միգուցե ավելի հեշտ լիներ իր համար։ Որտեղ շատ հաճախ լինում է, որ իրականում պետությունը վերցնում է
մի ծառայություն, որը իրան ընդհանրապես այդ պահին պետք չէր լինելու։ Կամ պետք էր լինելու մի քիչ ուրիշ կոնտեքստի մեջ, կամ մի փոքր այլ պահանջ էր պետք։ Դուք չեք կարող պետությունից պահանջել, որ ինքը իդեալական մասնագետ լինի ամեն ինչի մեջ։ Ինքը ընդհանրապես կառավարող մարմին է։ Ուստի իր համար բավական դժվար է։ Առավել եւս մի ոլորտում, որը չի ունեցել հին պատմություն, այսինքն ինքը կանգնած չի փորձի վրա, ինքը սովորում է, ոնց որ մենք ենք սովորում։ Մենք ամեն անգամ, երբ որ գնում ենք միջազգային էքսպոզիցիաների, ինչ ենք անում, մենք լսում ենք, տեսնում ենք, իսկ էլ ինչ են փորձել։ Դա հետաքրքիր է։ Նույն ձևով է պետության համար։ Ես կարծում եմ, պետք է մի փոքր ավելի հանդուրժող ու համբերատար լինել ու սպասել, որպեսզի պետությունը եւս կարողանա իր ռեսուրսները ճիշտ հավաքել ու ճիշտ ուղղությամբ վերաբաշխել։ Դժվար ոլորտ է էներգոարդյունավետություն, հեշտ չի։ Անի, մենք խոսեցինք կառույցների, բնակելի շենքերի եւ մեծ առհասարակ հաստատությունների էներգոարդյունավետության մասին։ Ինչ կասեք, արդյոք սեփական տները կամ ավելի փոքր կառույցները նույնպես հնարավոր է իրականացնել։ Այո, հնարավոր է։ Կստացվի, որ ես հիմա պետության գովազդ եմ անում, բայց պետությունը ունի նմանատիպ ծրագիր, որը կոչվում է էներգոարդյունավետ գրանտերի ծրագիր, ֆիզիկական անձանց։ Այսինքն, եթե մարդը ենթադրենք որոշել է, որ էներգոարդյունավետ լուսամուտներ է դնում, պետությունը որոշակի մասով համաֆինանսավորում է դա։ Այսինքն, դա կարևոր է։ Պետությունը մասնակցում է սովորական բնակչի կյանքի մակարդակի լավացմանը։ Ու այդ դեպքերում, երբ որ բնակիչը փոխում է իր լուսամուտը, իր կաթսան կամ ջերմամեկուսիչ շերտը ավելացնում իր շենք, իր բնակելի տանը, ինքը արդյունքը տեսնում է շատ արագ։ Այսինքն, եթե ինքը ենթադրենք վճարում էր 100,000 դրամ, հա, գազի եւ հոսանքինը համատեղ մեկ ամսվա համար, ինքը կտեսնի զգալի նվազեցում հենց աշխատանքները ավարտից հետո։ Այսինքն արդյունքը բավականին արագ նկատելի է եւ հորդորում ենք, որ բոլորը նախագծման կամ ի սկզբանե գնան այդ քայլին, որպեսզի հետագայում։ Այո, դա շատ կարևոր է։ Կարող են ցանկալի է նախագծման փուլում դա անել, նախատեսել, բայց մեխանիզմները կան, փորձը կա, հնարավոր է նաեւ ինչ որ մի պահից դա միացնել ծրագրին, միացնել աշխատանքին։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ արդյունավետ զրույցի համար եւ այս ծաղիկները For UAM-ը պատրաստել է ձեզ համար։ Շատ շնորհակալություն, շատ հաճելի էր ու շատ ուրախ եմ ձեր հյուրը լինել։ Նմանապես։ Ես հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրը AE Consulting ընկերության հիմնադիր տնօրեն Անի Ռաֆյանն էր։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն եմ հայտնում ոճաբան Քրիստինե Հովանիսյանին։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը։ Տիգնիսին աշխատում է, որ դուք լինեք տեղեկացված։